Թեև Երևանն ու Բաքուն համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի նախագիծը, այնուամենայնիվ Ադրբեջանը հանդես է գալիս նախապայմաններով եւ դրական չի պատասխանում Երևանի մյուս առաջարկներին, որոնք կարող էին բերել իրական եւ երկարատև խաղաղություն Հարավային Կովկասում։ Այո, խաղաղությունը, ելնելով այն ամենից, ինչ մենք լսում ենք ադրբեջանական կողմից, կարող է վտանգվել Ադրբեջանի պատճառով։ Արտգործնախարար Միրզոյանի հայտարարությունն է։ Աշխփոխնախագահ Ռուբինյանն էլ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև համաձայնեցված փաստաթղթին ասել է. «Կա տեքստ եւ այդ տեքստը պատրաստ է ստորագրման։ Մենք առաջարկում ենք ադրբեջանական կողմին խորհրդակցությունները սկսել դրա ստորագրման վայրի ու ժամկետների շուրջ»։ Տեղի է ունեցել Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։ Վարչապետը պետքարտուղարին ներկայացրել է այն բանակցային գործընթացները, որոնց արդյունքում հնարավոր դարձավ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի համաձայնեցումը։ Մարկո Ռուբիոն ու Փաշինյանը համակարծիք են։ Հարավային Կովկասում էսկալացիայի ցանկացած դրսևորում անընդունելի է։ Հարավային Կովկասում խաղաղության թեման ԱՄՆ պետքարտուղարը քննարկել է նաև Թուրքիայի արտգործնախարարի հետ, կոչանելով աջակցել գործընթացին։ Հանդիպման օրակարգում են եղել անվտանգության եւ առևտրի հետ կապված հարցեր։